Բարի լույս սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես եք։ Այս էլ մեր Հայկը, ուզում էիք Հայկին տենակը, ղոչա Հայկը սոկերը դասավորեց, հիմա էլ գնում է շաուրմի տեղը, բերեց սոկերը։ Ասում եք կոհար Հայկին էլ միացույց սուր տենան կարոտել են, կհն ձեր ցանկությունը կատարում եմ։ Հայկ, բաներ չունես ասելու, այսքան հետևորդները քեզ բաներ են գրում, ուզում են տենան։ Բարևներ մենակ։ Միր բաժանորդագրվել ալիքին։ Ահա։ Մալա։ Սպասել լավ վիդեոներ։ Всё, ահա, տենում եք արդեն որ չեմ է խապում Հայկը լավաց է, ուրախ է, դզվել է։ Հիմա էլ խալաձենիկի մոտը նստած սոկերն է շարում, հեսա մրսելու է Իվանդանա նորից սկսի, Հայկ։ Կբուժեմ, Կարա ալնի, Դուրսը մի հատ տենանք, մի հատ է լաչար շուն ունենք, ստե ուղեղս տարավ, տեսեք, դրսում մի ալար հաչում է, ենքան, բայց դե մեր շունիկն է, էլի, գալիս է ամեն օր տեղ կանգնում, սիրուն, լավն է, սիրում եմ տես պուճուր շունիկները, մեր տան շունը լրիվ հակառակն է, մեծ է, մեր վրայի է հաչում, անծանոթներին թողումա մեր վրայի է հաչում, լրիվ հակառակ պրոցես է մեր շան մոտ։ Հլը դեռ ձյուն ունենք, նայեք, ձյունը հլը դեռ կա, ու ոնց որ ձյուն է էլի տված, ձյունը շարունակվելու է, սիրելի հետևորդներ, ասում է ամսի 11-ից հետո է լինելու իսկական գարուն, իսկական տաք եղանակ, սպասենք 11-ին, տեսնենք ինչ եղանակներ է սպասվում մեզ, այսպես, ես էլ մեր առևտրի կենտրոնն է, որ տեսնում եք, այնտեղ ունենք օպտովի խանութ, կարողանում ես ապրանքները ձեռք բերել ցածր գներով, շատ լավն է, վերեն մի կողքով որ բարձրանում ես, շորիտ վաճառքի տեղը, շատ լավ շորեր են վաճառում, ու այդպես մենք ոնց որ գտնվենք քաղաքի կենտրոնական մասերում, դեպի վերև, որ այսպես ցույց եմ տալիս, արդեն բանկերի շարաներն է, լիքը բանկ կա, Յունի բանկը, Ակբան, VTB-ն, Արշինը, բոլորը գտնվում են մեզ հարևանությամբ, տեսեք դուրսը մռայլ է, ոյ չեմ սիրում ես տեսակի եղանակ, որ սենց եղանակ եմ տեսնում, մի տեսակ տրամադրությունս վատանում է, սիրում եմ, որ լինի արև, չգիտեմ, սեն շողշողուն, շատ լավ եղանակ եմ սիրում, սենց ոնց որ տրամադրությունս մի տեսակ փոխվի, բայց չենք ուշադրություն դարձնում եղանակին։ Այնքան շունը հաչած, գլուխս գնացին, տեսնենք ես կողմի վրա ինչ կա, կողմի վրա էլ նույն բաներն է, անցուդարձ են անում, սա խառն եմ, պատրաստվում եմ վաղվա մարտի 8-ին, ում ձեռքը տենում ես ծաղիկա կամ տանում, կամ գալիս է ծաղիկա պատվիրում, ծաղիկը գտնվում է հենց մեր կողքը հարևանությամբ, այսպես կանգնած նայում եմ, որ այսօր ծաղիկի խանութում եռուզեռը արդեն շատացել է, բոլորը պատրաստվում են մարտի 8-ին, խեղճ տղաները մտածում են, թե ինչ պիտի անեն, ոնց ինչ, բայց դե էտա, տղաներ ջան, էտա, փոխելու ոչ մի բան չունեք, այնպես որ պատրաստվեք։ Հայկը շխշխկացնում, դղդղկացնում անդեղ, միսնա ջարդում, շխկը դղկը, զակաս ունես, իշքան, մի հատի համարը տետենց ջարդում ես Հայկ, ես էլ ասի 10 հատի պատվեր ես ընդուն է, всё, դե տենամ, բա, մալադեց Հայկարան, բա այդպես պիտի իլնի, շատ, թիվը շատ,
Ողջույններ, սիրելի հետևորդներ, միանում եմ հաց թխելու տեղից։ Հիմա ինչ եմ անում, մատնաքաշ եմ պատրաստում, լցնեմ ջուրը մատնաքաշի, ալյուրը ավելացնեմ, մի քիչ որ ալյուրը քիչ է, պետք է ձեռքով օգնեմ, որովհետև ինքը 30 կիլանոց դեժ է, գնացինք։ Մոտավորապես կես ժամ խմորը պետք է պտտվի, որ նորմալ լավ խմոր լինի, սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, խմորս արդեն եկել է, պատրաստ է, հիմա ուզում եմ գնդել։ Գնդեմ, տեսնեմ, թե ինչ հացեր ենք ստանալու։ Ինչ, այսպես եմ ես գնդում, օպաս։ Ինքը ջրով գնդելը մի քիչ բարդ է, բայց ես սիրում եմ։ Այսպես գնաց։ Պետք է արագորեն անել ու իրան չջարդել։ Այսպես դնելու եմ, դնում եմ սև ալյուրի վրա, նախորդ որ լցրել եմ, որպեսզի հասունանա։ Հիմա կտրենք, լցնենք, քանի հաց կունենանք։ Այսպես։ Արդեն խմորը բավականին հասունացել է, բուլամաջ եմ անում երեսը։ Լավ, սիրուն տարածենք, այս բուլամաջը նպաստում է, որպեսզի լավ ինքը կարմրի, սիրելի հետևորդներ։ Բուլամաջ ենք անում և բացվածքները, բացվածքը պետք է անենք։ Դեմ ես մի կողմնել, այսպես։ Այսպես ձևավորում տանք, տնենք թող մի բուջուրել ինքը հասնում է, որ արդեն գցեմ թխվելու։ Այսպես շարունակում ենք հաջորդը, լավ բուլամաջ ենք անում։ Բուլամաջը նախորդ կեփել պատրաստել եմ։ Հեսա կասեք, բա բուլամաջի սարքելը ոնց է չեք նկարել։ Այդ պահին չստացվա, բայց ես հեսա կասեմ, թե ես ինչպես եմ պատրաստում բուլամաջը, սիրելի հետևորդներ։ Բավականին եկել է գունդը, փորձեմ գցել մեջը։ Այս եմ սև ալյուր եմ անում թիի վրա, որպեսզի հան չլինի։ Այսպես փռում եմ մատնաքաշը և հիմա փորձեմ թիով գցել մեջը։ Տեսնենք ինչպես կստացվի, յատեր Աստված, ոյ ոնցանը թի է։ Ոնց որ ստացվեց, հիմա փորձենք հաջորդը։ Հատ մատնաքաշ պետք է մեջը տեղավորենք։ Տեսնենք, կստացվի 8 հատը։ Մի քիչ առաջ կբրդենք, ոչինչ։ Մնացածը կդնենք։ Օպաս։ Սամի բուջուրի մի քիչ առաջ բրդեմ, որ հետևին է գործած, մինչև կգցեմ ես մի տեղը, որն էր են մի բացել, տեսնենք, ինչպես է ստացվելու մեր մատնաքաշը։ Ոյ, հայքի, ես ասի տվի օպերատորին ծխի թիի պոչով, սիրելի հետևորդներ, են էլ չէ, ոնց որ հայտը տեղում է։ Դեռ չէ։ Դա, հետաքրքիր աշխատանք է, շատ սիրում եմ, ես ես հացի պրոցեսը սիրելի հետևորդներ, քցելա, թխելա, հանելա, մի քիչ ճիշտ է, ջանջալ, ծանր աշխատանք է հացի գործը, բայց սիրում եմ։
Աշխատել եմ քանի տարի։ 5-6 տարի հաց եմ թխել մենակ։ Առանց օգնականի սիրելի հետևորդներ։ Հիմա փորձեմ տեսնենք ես դեմիները մի քիչ ուղղել են հետ բրդեմ, որպեսզի կարողանամ այն 4 հատներ տեղավորեմ։ Նայեք, փորձում եմ մի քիչ իրեն առաջ տանել, բայց վնասեցի սիրելի հետևորդներ, ուրեմն չեմ անի, հա մի քիչ ոչինչ։ Դե ես երկար եմ գցել։ Այս մեկը մի քիչ փոքր կանենք, որ տեղավորենք։ Այսպես։ Կաշկը գցենք, ոչինչ։ Թխել եմ արդեն պատրաստել եմ, նայեք ինչ կարմրաթույժ մատնաթաշներ է։ Տակ այսպես չոտքով չոտքում եմ, որպեսզի սև ալյուրը դուրս գա, տեսեք ինչքան սիրուն մատնաքաշներ է։ Այսպես, ավազարակ չոտքեմ, որպեսզի ալյուր չմնա։ Այսպես։ Եվ տեսեք, թե ինչ տեսակի հաց եմ ստացել, մեջը էլի դեռ կա, ես ապեսնեմ, դրանք էլ եմ հանում, ու նորից տակիները պտտելու եմ, տեսեք, տակն էլ արդեն թխվում, այս ամյատակիները կպտտեմ, որպեսզի հետը լինի, սա էլ արդեն ոնց որ 2 րոպեից հանում եմ, բերեք սա պտտեմ դեմիները, հետո նոր հացերը կհանեմ։ Մեր մատնաքաշները սիրելի հետևորդներ, հիմա նորից չոտկեմ, շարը մի քիչ հովանա, մեր մատնաքաշները պատրաստ վիճակում։ Հիմա պետք է մի հատ ավլեմ, որպեսզի այն 2 խմորներ գցեմ, մի հատ մեծ, մի հատ փոքր ունենք։ Պարտադիր ամեն հանելուց հետո մեջը պետք է իր համապատասխան ավելով ավլենք, որպեսզի ես սև ալյուրը մեջը չմնա չվառվի եւ խնդիր չառաջացնի մյուս մատնաքաշների էլ։ Այսպես ավլում եմ, դուր այսպես թափահարում ալյուրը թափվում է, որպեսզի գետնի մեջ նայես լավ կավլեմ, այսպես արանքից էլ անում ես, սև ալյուրը թափում ես ներքև, սիրելի հետևորդներ, նայեք ինչ հետաքրքիր պրոցես է, ճիշտ է շատ բարդ է, բայց սիրում եմ, ավելն եմ միշտ, սա մեջը ավլելու համար է նախատեսված, սիրելի հետևորդներ, ավլում վերջացնում ենք, երբելում ենք փեջի գլուխը, որպեսզի ձեռք տվող չլինի, ուրիշ բաների մեջ չօգտագործվի։ Հիմա հեսա մինչև դա հանելը, այն 2 հատ գունդը գցեմ մեջը, նոր հացերը կհանեմ։ Հայ կենքում մեծ անգամ էլ չխփեմ ես որ գործ եմ անում Հայկ ջան, հետևս չեմ տեսնում, այնպես որ ուշադիր։ Բացեմ, ստեղ արդեն ես մի գունդը կպելա մի գնդին փոք չի։ Այսպես ես է շպացելով, մի հացենց անցնում ենք և պոտվում եմ։ Յո, չի կպոր։ Արդեն շատ է եկել, բայց ոչինչ։ Մի րոպե Հայկ։ Այ այսպես։ Գցենք, շատ մի հատը փոքրիկ ունենք։ Ես էլ ես ու Հայկը վերջին կուտենք։ Համտեսում կանենք։ Սրս դրեցինք վարդ խմի, տեսնենք այստեղ ինչի իրավիճակը համարյա թե պատրաստ է։ Մինչև սենց հավաք եմ, 2 րոպեից էլ կհանում եմ, հեսա հանում եմ,
Իհարկե սպասեք, սիրելի հետևորդներ, տեղը մաքրեմ։ Տեսեք, թե ինչ տեսակի մատնաքաշ ստացա, սիրելի հետևորդներ։ Այս տեսակի մատնաքաշ, համ բարակ, համ երկար, շատ համով է, սիրելի հետևորդներ, տակ-տակ դրել եմ այսպես, որ հովանա պատվեր ունեի, արդեն իսկ պատվեր ունեի ու եկել էի հացը թխելու, նայեք, թե ինչ լավն է իմ մատնաքաշները, սիրելի հետևորդներ, սա առաջի անգամ փորձարկել եմ մեր նոր բեշկը եւ ասեմ, որ բավականին շատ հաջող թխվում է, շատ հաջող, շատ գոհ եմ առաջին իսկ արդյունքից։ Պատկերացնում եք, որ անընդհատ թխվի, ինչ տեսակի հացեր ենք ձեռք բերելու։ Ոչ միայն մատնաքաշ ենք ունենալու ենք հրազդան, պուրի, բատոն, ծաղիկ, բուխանկեք տարբեր ձևի, թե սեռի, թե սպիտակ, ամեն տեսակի հացեր, սիրելի հետևորդներ, ամեն տեսակի ունենալու ենք եւ մեծ սիրով կսպասենք մեր հաճախորդներին, որ գան, տանեն ուտեն եւ համոզվեն, որ իրոք բնական միջոցներով պատրաստած հաց ու լավաշ ենք տալու ձեզ, սիրելի հետևորդներ ու հաճախորդներ։ Մեկ-մեկը խառնում եմ հետևորդ հաճախորդ է ինձ ներող, որովհետև երկուսն է իրար նման են, խառնում եմ, բայց դուք ոնց պետքա պես հասկացեք, սիրելի հետևորդներ, ձեր հետ Գոհարն է, օպերատոր Հայկի հետ, ցտեսություն։